Մենք դուրս ենք եկել, որպեսզի մեր բակ գեղեցկի ստացանք, որ միշտ մաքուր լինի։ 4 տարեկան Մարիան շաբաթօրյակի է դուրս եկել։ Նա մյուս երեխաների նման ոգևորված է, քանի որ իրենց շենքի շրջակայքը մաքրելուց հետո Սուրբ Զատիկը տաղավարում են նշելու։ Ու չնայած շաբաթօրյակ անելու նախաձեռնությունը մեծահասակներին է պատկանում, այն իրականացնողը շենքի փոքրիկներն են։ Որոշել ենք շաբաթօրյակ կազմակերպել, որպեսզի մեր բակը մաքուր լինի եւ ավելի հաճելի լինի։ Ես էլ ցանկացա մասնակցել, որովհետեւ իրոք հարկավոր էր շաբաթօրյակ կազմակերպել։ Ինչքան մաքուր լինի շրջապատը, այնքան էլ մենք մաքուր օդ կշնչենք։ Մենք այստեղ խաղում ենք եւ շատ ուրախ կլինենք, որ մեր բակը շատ գեղեցիկ լինի ու մաքուր։ Մեր նկարահանման ընթացքում փոքրիկներին միացան նաև Սայաթնովա 7 շենքի մեծահասակ բնակիչները։ Արևիկ Մոսինյանն ասում է, որ արդեն 1 տարուց ավելի է, ինչ իրենց բակում մաքրություն չէր արվել, եւ այս շաբաթօրյակը պարզապես անհրաժեշտություն էր։ Փոքրիկներն ավելի ոգևորված են, մեծահասակներ ամենքը իրանց գործերով զբաղված են, ես եկա մի օգնելու մի քիչ։ Միջավայրը պետքա մաքուր պահենք, մեր բակ երեխաները շատ են ու անընդհատ կեղտի մեջ են, այստեղ շատ փոշիա, կեղտ, այնտեղ կանալիզացիան ա, որ հավաքվել ա, չի թափվում։ Քաղաքապետարանից կխնդրեի, որ մեքենա բերեին, որ անպայման այդ հարցը լուծվեր, աղբը հավաքվեր գոնե։ Եվ մեծահասակները եւ երեխաները վստահեցնում են, որ այսուհետ հետևողական են լինելու, որպեսզի ոչ շենքի բնակիչները, ոչ էլ ուրիշ մեկը չախտոտի իրենց շրջակայքը։ Կզայրանամ ու կասեմ, որ չի կարելի, մենք շատ ենք տուժվել, որովհետեւ մեր տուժածն է, մենք մեր չարչարվածը չենք գցի ջուրը։ Իհարկե կզայրանամ, որովհետեւ մենք այսքան չարչարվել ենք, իսկ նրանք նորից կեղտոտում են։ Մեծահասակներն էլ ասում են, որ շատ կուզենային, որ իրենց շենքի փոքրիկներն իրենց կատարած աշխատանքի համար խրախուսվեին։ Շենքում շատ երեխաներ կան, իսկ բակում նրանց համար նախատեսված ոչ խաղահրապարակ կա, ոչ էլ կարուսել։ Կուզեի այսքան աշխատանքից հետո մեր բակում գոնե կարուսել լինի, շատ են մեր մոտ երեխաները, քաղաքապետարանը այդ հարցով էլ մեզ ընդառաջեր։ Մենք որոշել ենք նաև այստեղ ծաղկանոց սարքենք, ինչպես նաև եթե հնարավորություն լինի կարուսել լավ կլինի, որ լինի, քանի որ երեխաները զբաղմունք չեն ունենում ազատ ժամանակ եւ լավ կլիներ, որպեսզի գային եւ խաղային կարուսելի մոտ։ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը մեծ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ ողջունում է այդպիսի նախաձեռնությունները եւ խոստացավ, որ քաղաքի օրվա կապակցությամբ Սայաթնովա 7 շենքի փոքրիկների համար շենքի բակում կարուսելներ կտեղադրվեն։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։